Գյուղ Սարուխան գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում։ Սարուխան գյուղը գտնվում է Գեղամալեռների ստորոտում, Գավառագետի Գրիձոր և Չռիձոր վտակների միջև։ Հյուսիսից սահմանակից է Գանձակ, հարավից և հարավարևելքից Լանջաղբյուր, հյուսիս-արևելքից Կարմիրգյուղ գյուղական համայնքներին, իսկ արևմուտքից Գեղամալեռներին։ Վարչական տարածքը 6652.3 հեկտար է, որի մեծ մասը ալպյան արոտներ են։ Ռելիեֆը կտրտված է, ունի թեքություն արևելքից արևմուտք։ Կլիման չափավոր ցամաքային է։ Օդի հարաբերական խոնավությունը միշտ ցածր, 35-ից 50%։ Ամառը զով է, ձմեռը չափավոր ցուրտ։ Ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը դիտվել է հունվար ամսին, -32 աստիճան Ցելսիուս, իսկ բացարձակ առավելագույնը 33 աստիճան Ցելսիուս հուլիս-օգոստոս ամիսներին։ Ձնածածկույթի տևողությունը տատանվում է 90-ից 200 օր։ Տարեկան տեղումների քանակը 400-ից 500 մմ է։ Քամիները հաճախակի են, գերակշռող ուղղությունը հարավ-արևմտյան։ Գյուղի կենտրոնական մասի ամենացածր կետում են գտնվում աղբյուրները, վայրկյանում 800-ից 1000 լիտր ելքով։ Այստեղից խմելու ջուրը պոմպերով մղվում է գյուղի թաղամասեր և հարևան Կարմիրգյուղ։ Սարուխանի տարածքում կան շինանյութի, բազալտ քարի, ավազի, կավի և այլ հանքավայրեր։ Գրիձորում կան հանքային բուժիչ ջրեր, որոնք չեն օգտագործվում։ Սարուխան գյուղը հիմնադրվել է Քրիստոսից առաջ երկրորդից առաջին հազարամյակներում կառուցված Կիկլոպյան ամրոցի հարավ-արևմտյան կողմում Քրիստոսից առաջ առաջին հազարամյակում։ Ամրոցը, որի ավերակները նշմարվում էին ծաղկավանքի բլուրի վրա, ունեցել է ստորերկրյա թունել դեպի մոտակա գետը։ Ամրոցը համարվել է ռուս առաջին արքայի կողմից հիշատակված Բելակունի երկրի 23 թագավորներից մեկի նստավայրը։ Գյուղի տարածքից հայտնաբերվել է Արտաշեսյան սահմանակար, ինչը վկայում է, որ Արտաշես առաջին բարեպաշտարքայի օրոք այստեղ արդեն գյուղական համայնք է ձևավորված եղել։ Միջնադարում եղել է Գեղարքունիքի ամենախոշոր գյուղը, իսկ 17-րդ դարում եղել է Գավառապետի նստավայրը։ Գավառապետ մելիքներից հայտնի են Մելիք Փարսադանը, Մելիք Մալխասը և Մելիք Մանուչարը։ Վերջինս անվանատուն է գյուղից արևելք ընկած լեռներին և հարակից Մանուչարի հովտին։ Իր աստվածահաճո գործերով հայտնի է եղել Մխիթար եպիսկոպոսը, ով Մելիք Փարսադանից հալածվելով հաստատվել է Սևանակղզում և նշանակվել վանահայր։ Գյուղը մինչև 1928 թվականը կոչվել է Դալիղարդաշ, անուն, որը եղել է գյուղի հայ մելիքներից մեկի Էհի պապի մականունը։ 18-րդ դարի կեսերին գյուղը հիմնովին ավերվել է լեզգիների կողմից։ 19-րդ դարի սկզբներին Երևանի խանի ջանքերով այստեղ հաստատվել են քոչվոր թաթարներ, որոնք կլիմային չդիմանալով շուտով հեռացել են։ Սարուխանի ներկայիս բնակիչների նախնիները 116 տնտեսություն 700 շնչով եկել են Հին Բայազետի, Զանկիզոր և Սրբահան գյուղերից 1830 թվականի հունիսին։ 1850 թվականին գյուղացիների ջանքերով բացվել է գյուղի առաջին դպրոցը, իսկ 1897 թվականին պետական երկդասյա դպրոց։ Սարուխանցիները աչքի են ընկել թե առաջին և թե երկրորդ աշխարհամարտերի տարիներին։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 1273 սարուխանցիներ, որոնցից 440-ը չեն վերադարձել։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սարուխանը տվել է 3 գեներալ, 12 գնդապետ, 13 փոխգնդապետ և բազմաթիվ սպաներ։ Համայնքն ընդգրկված է Հայաստանի համայնքների համապետական ասոցիացիայում, ինչպես նաև միջհամայնքային միավորման անդամ է։ Բյուջետային ոլորտում ամեն տարի արձանագրվում են հաջողություններ։ Բյուջեի կատարողական մասը հասնում և գերազանցում է 100%-ը։ Բնակչության հիմնական մասը զբաղվում է արտագնաաշխատանքով։ Մեծ տոկոս է կազմում գործազուրկների թիվը։ Աշխատատեղեր չլինելու պատճառով բարձրագույն կրթությամբ շատ մասնագետներ դուրս է մնացել աշխատանքային ոլորտից։ Կենտրոնական ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատ է։
Հեռահաղորդակցության և տրանսպորտային կապը գտնվում է բավարար վիճակում։ Փողոցները լուսավորված են։ Կանոնավոր կերպով կատարվում է աղբահեռացումը։ Հիմնական խնդիրներից մեկը մեծ սպիտակասարից մինչև Սարուխան խմելու ինքնահոս ջրագծի կառուցումն է։ Գյուղն ունի 3 միջնակարգ դպրոց, արվեստի դպրոց, 2 մանկապարտեզ։ Վերանորոգվել են մշակույթի տունը և բժշկական ամբուլատորիան, որը սպասարկում է ոչ միայն Սարուխան, այլ նաև Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերի բնակչությանը։ Վերանորոգվել են 1893 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին և 8-ից 9-րդ դարերի Թուխ-Մանուկ մատուռը։ 2023 թվականի հունվարի 13-ին հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի և թեմի հոգևոր դասի օծվեց և բացվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սարուխանը տվել է գիտության, մշակույթի, արվեստի, զինվորական, քաղաքական, պետական և այլ ոլորտների բազում նշանավոր մարդիկ։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարտհամարի արդյունքների, Սարուխանի մշտական բնակչությունը կազմել է մոտ 8309 մարդ, առկա բնակչությունը մոտ 5572 մարդ։ Գյուղի բնակիչները հայեր են, որոնց նախնիները, ինչպես նշեցի, 1830 թվականին եկել են Բայազետի, Զանկիզոր և Սրբահան գյուղերից։